Այսօր մենք կքննարկենք, թե ինչ է լինելու Բարսելոնայի հետ Մեջդունարոդնի պերերվիվից հետո, կտեսենք ում դեմ են խաղալու, ում դեմ ինչ ռեզուլտատ կլինի ու ես կասեմ իմ պրեդիկտը, ինչպես է պրծնելու խաղերը եւ ինչ է լինելու այդ խաղերի ընթացքում։ Գնացինք։ Առաջի խաղը խաղալու է Բարսելոնա Ատլետիկ Բիլբաոյի դեմ նոյեմբերի 22-ին, Ատլետիկ Բիլբաոյից հետո Չելսի, հետո Ալավես, Ատլետիկո Մադրիդ, Ռեալ Բետիս, Ֆրանկֆուրտ, Ասասունա եւ Վիլյարեալ։ Երկու Չեմպիոններ լիգա մնացածը Լա Լիգայի խաղեր։ Հիմա Բարսելոնան երկրորդ տեղում է, հետ է մնում Ռեալից 3 աչոկով։ Հուսանք Բարսելոնան կկայանա կրի այդ բոլոր խաղերը եւ կհասնի Ռեալին կամ դաժ կարող հանցնի, բայց կարևորը հետ ավելի չմնանք։ Նոյեմբերի 22-ին խաղալու ենք Ատլետիկ Բիլբաոյի դեմ, այդ խաղում շատ մեծ փոփոխություններ կարող են լինել, որտեղ կարող է վերադառնալ Ռաֆինյան, կարող է վերադառնալ Ժոա Գարսիան։ Իհարկե, նրանք ոչ թե հենց ստարտվի սաստավից են խաղալու, այլ երկրորդ թամից կարող են մտնել եւ օգնել թմին։ Նաեւ Ատլետիկ Բիլբաոյի դեմ մենք չենք կարող չունենանք ցենտր պոլը, այսինքն դեպի կարմիր քարտ ստացավ Սելտայի այդ խաղում, կա Մարկ Կասադո տրավմա, Պեդրին տրավմա, ունենք Մարկ Բերնալ, Կրիստենսեն ու всё։ Ու Էրիկ Գարսիան կարապորնի խաղ, բայց չի։ Խաղալու ենք Մոնժուիկում, բայց նաեւ կա այսքան շանս, որ մենք կարանք խաղանք Կամպ Նոյում, իհարկե 25000 բալելշիկով, բայց հնարավոր է, որ ընդեղ խաղանք, դա շատ կարևոր կլինի, բայց ինչպես գիտենք, կարող է հեսա մի հատ բոմբ դրած լինի Կամպ Նոյի վրա ու տրակի սա ու էլի մի 500 տարի սպասենք, որ Կամպ Նոյում գոնե մի հատիկ տեղ լինի պրեզիդենտի համար։ Գնացինք։ Ատլետիկ Բիլբաոյի դեմ իհարկե դժվար անելու, բայց ցույց է տալիս ստատիստիկան Ատլետիկ Բիլբաոն վատ է խաղում, երբ որ խաղում է ոչ իր դաշտում, այսինքն մենք խաղում ենք Մոնժուիկում ու կարող է մեծ շանս լինի, որ մենք հաղթենք Ատլետիկ Բիլբաոին, հավատում ենք իմ պրեդիկտը, որ մենք կարող ենք հաղթել այս խաղը 2-1 հաշվով, դժվար խաղ լինելու, բայց մենք կհաղթենք այս խաղը։ Չելսի հետ խաղում գնալու ենք Ստենֆորդ Բրիջ, Անգլիա, Ամերիկա, այո։ Մեր համար բոլոր Չեմպիոններ լիգայի խաղերը կարևոր են, որտեղ քանի որ սեզոնը երկար է, մեր համար իմաստ չկա խաղալ 1/16-րդ խաղերը, այսինքն մեր համար շատ հարմար կլինի, որ մենք 1/8-ից արդեն գնայինք top 8 մտնեինք Չեմպիոններ լիգայում ու խաղանք 1/8։ Կապ չունի որտեղ կբռնենք, բայց նախընտրել կլներ, որ մենք դուրս գանք 1/8-ից։ Ստենֆորդ Բրիջում շատ կարևոր խաղ անցնելու, որտեղ նախարարին շատ հետաքրքիր խաղ անելու, որտեղ Չելսին էլ ասած ասած վատ թիմ չի։ Ինքն է խնդիրներ ունի, ինչքան գիտեմ, Կոլդ Պալմերը չի խաղալու։ Ասած ասած, տենց մեծ կարևորություն չունի խաղը, բայց մենք մեր համար շատ լավ կլիներ, որ հաղթենք ուժեղ սապերնիկի, որտեղ այս սեզոն դեռ չի ստացվում ուժեղ սապերնիկների հաղթել։ Մենք հաղթեցինք Նյուկասլին, պարտվեցինք Հայաստանը 8-1 կրվում է Պորտուգալիային без կոմենտարիև։ Հաղթեցինք Նյուկասլին, պարտվեցինք PSG-ին եւ Ռեալին, ու շատ լավ կլիներ, որ մենք հաղթեինք Չելսիին, որպեսզի ցույց տանք, որ մենք կարանք ուժերների դեմ խաղանք, որտեղ հիմա վերադառնում են ուժերները ու կակրաս Պեդրին մեծ հանրակացությամբ այդ խաղը կխաղա, բայց երկրորդ թայմից, իսկ Ռաֆինյան հենց պիտի որ ստարտից խաղա, բայց չգիտեմ նայած թե Ֆլիկը ոնց կանի, ես ինքս եթե ելնեի, իհարկե ես տրեյներ կլինեմ Բարսայի մի օր, այո։ Ռաֆինյան չի խաղացնի առաջին րոպեներից, կխաղացնեի երկրորդ թայմից, որտեվ վտանգավոր ռեցիդիվ լինի ու ոչ մեկը չենք ուզում որ ռեցիդիվ լինի Ռաֆինյայի մոտ, որտեղ արդեն 15-րդ ռեցիդիվն է իր հետևից եթում, պիտի մի ամիս առաջ հետ գար, արդեն 300 տարի է չի գալիս, կայֆում էլի։ Լավ, ոչ Չելսի անցանք, լավ կլինի որ կրայինք, բայց տենց մեծ կարևորություն չունի այդ խաղը, մենք կարող ենք խաղալ նիչա դաժե, ինձ թվում է 2-2 նորմալ։ Ալավեսի դեմ խաղալու ենք Կամպ Նոյում, Ալավեսը գտնվում է 10-րդ ստրոճկայում Լա Լիգայի, իհարկե ոչ ամենաուժեղ սապերնիկն է, բայց միշտ այսպիսի թմերը Ալավեսի տիպի մեծ խնդիրներ են բերում Բարսային, ու շատ լավ կլինի որ խնդիրներ չբերենք։ Այդ խաղից արդեն պիտի որ հաստատ լինի Պեդրին, Ռաֆինյան, Ժոա Գարսիան, բայց պիտի որ ես չգիտեմ, դեռ կարող է սա վաղը նորություն գա, որ Ռաֆինյան պարապմունքի վաղ 100 հարկանոց շենքից սբխվել է, Պեդրին вообще սամալոտից են շպրտել, դա նոր տրեյներսկի շտաբի որոշումներն էր։ Ալավեսին կհաղթենք ինձ թվում է 3-1 հաշվով իմ պրեդիկտը։ Ատլետիկո Մադրիդը գալու է մեր տուն Կամպ Nou։ Ատլետիկո Մադրիդի այդ խաղը շատ կարևոր խաղ է, որտեղ Ատլետիկո Մադրիդը նախարարին մեր կարևոր սապերնիկներից է Լա Լիգայի համար, նրանք միշտ top 3 են լինում, մեծ հավանականությամբ top 3-ում հաստատ լինում են, հիմա իհարկե իրենք 4-րդ տեղն են, բայց իրանք ինչ որ բուքսավատ էին անում սկզբում, հետո մի հատ Ռեալին կոտրեցին 5-2,
սկսեցին արդեն նորմալ խաղալ։ 3 աչոք Աստավանյա ունի Ատլետիկո Մադրիդը մեզանից, այսինքն իրանք 25, մենք 28։ Ատլետիկո Մադրիդի հետ խաղը շատ դժվար է լինելու։ Ատլետիկո հետ խաղում ես սպասում եմ ոչ բաց ֆուտբոլ, այսինքն դժվար է լինելու, Զագրեբի է լինելու խաղը, կհաղթենք երևի 1-0 հաշվով, հավատում եմ որ կհաղթենք, բայց չգիտեմ հաստատ, որտեվ Սիմեոնեն գիտի ոնց խաղալ Բարսայի դեմ ու այդ ասելին լավոշկեքը որ անցած անգամ փրկում էին, հիմա կարող է չփրկի։ Դա չէ, 1-0 չէ հաստատ։ Հիմա 2-1, եկեք 2-1։ Ռեալ Բետիս Անտոնի Պրայմի դեմ ենք խաղալու։ Ռեալ Բետիս խաղում գնալու ենք Բենիտո Վիլյամարի ստադիոն, Ռեալ Բետիսի ստադիոն։ Այդ խաղը լինելու դժվար, բայց արդեն պիտի որ full ստաստավով կարողանանք հաղթել 3-1 հաշվով կհաղթենք ինձ թվում է։ Անտոնի Պրայմը մեզ չի կոդրի, հավատում եմ։ Այնտրախտ, որը գալու է Camp Nou։ Ես հիշում եմ մի հատ այնց ավելի լավ չհիշեմ, որ Camp Nou-ում խաղում էինք, բայց ոնց որ խաղային Գերմանիայում, Ֆրանկֆուրտում, без կոմենտարի, ես ուղղակի չգիտեմ ինչ ասեմ։ Այնտրախտը դժվար սապերնիկ է, որոնք 5-1 կրեցին, հետո 5-1 երկու անգամ հետից կրվան без կոմենտարի։ Как будто լինելու է 3-3 նորից ու դժվար խաղ, կարող է վերջում մենք ուտենք, կարող է վերջում իրանք ուտեն։ 3-3 ինձ թվում է։ 3-3 Նիչը, որտեղ երկուսն է բաց ֆուտբոլ են խաղում Բարսանել, Այնտրախտն էլ է բաց ֆուտբոլ խաղում երևի, չգիտեմ չեմ նայել, բայց պիտի որ։ Ասասունան խաղալու են Camp Nou-ում նորից։ Եկամ դա շատ կարևոր է որ Camp Nou-ում դա ուժ է տալի երևի, չգիտեմ երևի։ Հա, Ասասունայի դեմ խաղը անցած տարի ավելի լավ չհիշենք, без կոմենտարի։ Այս տարի ինձ թվում է կարող ավելի պալաժիցել լինի, ես ում հավատամ որ Ռաֆինյան իր պրայմի հետ կգա, Յամալը իր պրայմի հետ կգա, Ռեշֆորդը իր նոր պրայմը կստեղծի ու ինձ թվում է կկարողանանք հաղթել 2-0, այստեղ արդեն Ժոա Գարսիա պրայմ կլինի։ Ամե Ասասունան Զարագոզային չունի, նես որ կգրենք։ Նաև խաղալու ենք Վիլյարեալի դեմ Էստադիո դե լա Սերամիկայում, իրան ստադիոնում, այ Վիլյարեալի հետ խաղը ինձ թվում է դժվար կլինի ու մենք կարող այդ խաղում աչոկներ կորցնենք, որտեղ հիմա Վիլյարեալը լավ բան է ապրել, sense բաներ է, էլի անում, без կոմենտարի, կստացի։ Հա, Վիլյարեալը հիմա հենց այս վարկային 3-րդ տեղն է, մեզանից ընդհանրապես 2 աչոկ ունի քիչ։ Խաղը ինձ թվում է կավարտվի 2-2 շատ դժվար խաղով իհարկե դավաց։ Ինձ թվում է լավ բլագապալուշնի կլինի մեր համար այս մի ամիսը, որտեղ մեր գլխավոր լիդերները հետ են գալի, մեր խաղացողները հետ են գալի, իհարկե եթե Դե լա Ֆուենտեն չորոշի որ պիտի սաղ Բարսայի սաստավին կանչի, դաժե Արաուխոին, դաժե Ռաֆինյային, կապ չունի, կարևորը Բարսայից է, կարևորը Տրամաստանն է, ամենակարևորը դա։ Լայքեր ենք դնում, կստացի, եթե ձեզ դուր եկավ այսպիսի տեսակ վիդեոյի, լայքեր դրեք, կոմենտներում գրեք նաև ու երևի հենց որ նոր տարին գա, ես վիդեո կնկարեմ, որտեղ կասեմ թե աշխատեց իմ պրեդիկտը, թե չէ։ Ну, գոլերը, հաշիվը, կրեցինք դա։ Վիսկա Բարսա, Վիսկա Կատալունիա, давайте, пока։